Եվ այն ինչ որ իմ սրտում կա, որ այսօր ես ուզում եմ խոսել, վերնագրել եմ այսպես. կոչումի մարդ։ Կոչումի մարդ։ Լույսի մարդ չէ, գազի մարդ չէ, Վարդուշի մարդ չէ, կոչումի մարդ։ Քանի որ Վալոդն ու Վարդուշի միշտ իմ օրինակներն են, sorry, բայց այդպես է։ Դա ձեզ չի վերաբերում դիքի Վարդուշ։ Հիմա նայեք, ինչ է հետաքրքիր, կոչումի մարդ։ Նայեք, լսել եք այսպիսի արտահայտություն։ Խոսքի տեր մարդը։ Ինչի, որովհետև բերանից դուրս եկածը ինքը անում է։ Գիտեք, ես լսել եմ դաժե դեպքեր շատ հներում, որ պապը քեֆը լավ ասել է իմ թորանը կամ իմ աղջկան հերասել է կտամ քո տղուն, հետո օյաղացել է գլխին ատվել, բայց ասել է քանի որ բերանիցս խոսքը դուրս է եկե, այտենց էլ պետք է լինի, վերջ։ Այդ խեղճ երեխեն, քանի որ հերը ասել է, վերջ, ստախ կյանքը տանջվելով ապրավ, որովհետև հերը ասել է։ Ես գիտեք մի կողմից հարգում եմ այդ կարգավիճակը, բայց մյուս կողմից ոչ։ Բայց հարգում եմ այն կարգավիճակը, որ տղամարդը, երբ որ բան ասում, իր ասած հետևում կանգնած է։ Չնայած որ ցավում եմ մի ժամանակահատվածում շատ-շատերը մի բան ասում են, լրիվ ուրիշ բան անում են, հետո էլ 150 հատ պատճառ են բռնում, որ ինչի տենց արեցի։ Բայց իրականում այդպես չի։ Եվ ես այսպես եմ վերնագրել կոչումի մարդ։ Գիտեք մի բան ասեմ, Աստված ամեն մեկի ձեր մոր որովայնում արդեն ինքը նախատեսել է ձեզ ինչ որ բան անելու համար։ Ձելի քույրեր, գիտեք, որպես իքական սերը ներկայացուցիչ ձեր առաջի մեծ կոչումը մայր լինելն է։ Դուք պետք է մայր լինեք։ Հիմա գուցե մեկ ասի, «Հոյ ջան, 75 տարեկան եմ, զավոդը փակվել է, էլ որտես մայր լինեմ, բայց կաշ չէ»։ Գիտեք, դու կոչում ունես, եւ քո կոչումը դու պետք է նաեւ գտնես քրիստոնեական աշխարհում։ Առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, դա առաջի Կորինթացիս 7:20-ն է, նայեք Տիրոջ խոսքը ինչ ասում։ Բայց ամեն մեկը ինչ կոչումի մեջ որ կանչվեցավ, թող նրա մեջ մնա։ Ինչի մեջ Աստված քեզ կանչել, ասում է դրա մեջ մնա։ Օրինակ հիմա Աստված քեզ կանչել է, որ դու պետք է ես քիչ հետո կկարդամ տեղեր օգնող լինես։ Ասում ես, չէ, ես օգնող չեմ, ես առաքյալ եմ։ Ես պետք է գնամ արթնություն բերեմ գյուղերը։ Ուր գնում ես ծեծված հետ ես գալի, ասում ես, ոչինչ, նորից կգնամ։ Դադարիր ծեծվել։ Որովհետև հոգևոր աշխարհը գիտի քո կոչումը, Աստված քեզ ինչի է կանչել, եւ դու պետք է մտնես քո կոչման մեջ, բայց երբ որ դու քո կոչման մեջ սկսում ես ծառայել, քո կյանքում սկսում են պտուղները։ Որտեւ 24 խոսք ասում է եղբայրներ ամեն մեկը ինչ կոչումի մեջ որ կանչվեցավ, թող նրա մեջ մնա Աստծո առջև։ Հիմա հարց։ Դու չես ուզում իմանաս դու ես։ Գիտեք հիմա այսպիսի մի բանա մարդկանց մոտ բարձրանում։ Անպայման իրանք ուզում են երեխայի սեռը իմանալ եւ մի մեծ բան են արարողակարգ են անում։ Գիտեք ես այնքան կուզեմ դա իմ փափագն է։ Երբ որ իրանք նման մեծ արարողակարգ են անում, այդ երեխաները որ ծնվում են նման մեծ արարողակարգով իրանք ծնեն ու մեծացնեն։ Ոչ թե երեխան ծնվում մի տարեկան զզվցրիր ինձի, երանեք չծնվեիր, առերես հեռախոսը ձենդ կդրի, ներվերս կերար, բայց ինչի էր գենդեր պարտիանում։ Հիմա մի ուրիշ բան ասեմ, դու պետք է մտնես Տիրոջ ներկայության մեջ եւ իրականում թակես դուռը այնքան միջև Աստված քո հետ խոսի ու ասի, քեզ ինչի Աստված կանչել։ Գիտեք մի գիրք կա, կոչվում է այսպես, աշխարհի երջանկագույն մարդիկը։ Դեմոս Շաքարյանների ընտանիքի պատմության գիրքն է։ Եվ որ շատ տարիներ առաջ կարդում եմ այդ գիրքը, ես մի բան տեսա Դեմոս Շաքարյանը, ինքը կանգնում Աստծո առաջ եւ ասում է, ուզում եմ ասես դու ինձի ինչի համար ես կանչել։ Եվ ասում է մի մեծ համաժողովի ժամանակ տեսա ասում է մեծ բաներ, ինչ որ բան եղես, ստադիոն եղես ֆուտբոլի, ասում է տեսա այսպես
կրակի տառերով գրվեց օգնող։ Ասում ես զարմացա, որ այդպիսի կոչում կա, ասում ես գնացի Աստվածաշունչը քրքրեցի ու գտա այդ պարգևը, որ կար։ Եվ ինքը այդ գրքի մեջ, որ ես կարդում էի, հեղինակը նկարագրում էր, որ ես սկսում էի օգնել, կազմակերպում էի մեծ ավետարանչական հավաքույթներ, հրավիրում եմ մեծ ավետարանիչներ, իրանք գալիս են ծառայում էին, եւ ինքը դեռ պատմում մի դեպք, որ ինձ միջև հիմա դա կարդացել եմ 90 Երևակայի 5-6 թվին, բայց միջև հիմա դա դաջվել է իմ մեջ, եւ որ մի sense կորացած ճմրթված ոսկորներով կինա գալիս, ու տեր իր ասում դու պիտի աղոթես իր համար, ասել ես օծյանները կանգնած, ես պիտի աղոթեմ, ասել ձեռը դիրավրես դի բժշկեմ իրա։ Ասում է որ ձեռքս դրեց այդ կնոջ վրա, զգացի ոնց իր ոսկորները ճրճրտում ձեռիս տակ։ Հիմա նայեք, դրանից հետո ես սկսեցի աղոթել։ Տեր, բա ինձ ինչ ես կանչել։ Բայց ի՞նչ անեմ։ Դեմոսին կանչել ես օգնող, Պողոսին կանչել ես առաքյալ, այնմյուսին կանչել ես մարգարե, այնմյուսին կանչել ես ուսուցիչ, այնմյուսին կանչել ես Ֆիլիպոսին ավետարանիչ, այն մեկ բա ես ով եմ։ Ու գիտեք, ես օրեր շարունակ աղոթում էի։ Գիտեք, ես օրեր շարունակ աղոթում էի։ Ես թակում էի։ Տեր ասես ով եմ։ Տեր ասես ով եմ։ Տեր ասես ինչի համար ես ինձ կանչել։ Ես ինչ պետք է անեմ։ Եվ գիտեք, այսօրվա պես հիշում եմ 95 թվի վերջերն էր կամ 96-ից սկզբներն էր եւ Տերը ռեալի մեծ խոսեց, ասեց ես կանչել եմ քեզ որպես ավետարանիչ։ Եվ գիտեք, դրանից հետո մի հետաքրքիր sense օծություն կար ու ինքը գործում էր։ Մենք ում խոսում էինք, մարդիկ sense ուրիշ ձև էին լսում, ուրիշ ձևի ու այդպես շարունակ տարիներ շարունակ ես շատ հազարավոր մարդկանց եմ ավետարան կարոզել։ Շատ մարդիկ են ապաշխարել։ Շատ տեղեր է ծնվել տնային եկեղեցիներ, ուրիշ եկեղեցիներ։ Շատ մարդկանց եմ ես ավետարան կարոզել։ Եվ շատ վկայություններ են եղել, ոնց են մարդիկ խոսքից հետո փոխվել։ Ընդհանրապես ամենաշատը 3 օր առաջ էր։ Մենք մեքենայով գալիս ենք եւ ճանապարհից մարդիկ վերցեցինք, հասկացանք, որ մեր ճանապարհը շատ կարճ է, մեքենան ավելի դանդաղ սկսեցինք վարել, իբր թե ճանապարհները լավը չեն, որ մի քանի րոպե ավել կարողանանք։ Եվ այդ մարդկանց հետ խոսում ենք, ասում են, ախ, երանեք այս ճանապարհը մի քիչ երկար են, մի քիչ ավելի շատ խոսեիք, մենք լսեինք։ Գիտես, երբ որ դու գիտես դու ով ես, այնքան հեշտ է լինում քո ընթացքը։ Բայց որ դու չգիտես ով ես, մի օր առավոտ ելում ես ավետանիչ ես, մի օր առավոտ ելում ես առաքյալ ես, մի օր առավոտ մարգարե ես, այն մյուս օրը չգիտես ով ես, մյուս օրը նեղացած մեկն ես, այն մյուս օրը վիրավորված մեկն ես, այն մյուս օրը սուպեր քրիստոնյա ես, այն մյուս օրը մամա ես, այն մյուս օրը պապա ես, եւ ասում եմ մեկ կողմորոշի, вообще դու ով ես։ Ասում եմ կանչվել եք։ Գուցե մեկ ասում է ես սուպեր ավետարանիչ եմ, բայց ոչ մեկ ինձ բանատեղ չի դնում։ Մի հատ բան ասեմ ձեզ։ Դա ամենամեծ սուտն է սատանայի, որ ինքը քեզ համոզում է, որ քեզ բանատեղ չեն դնում։ Գիտես ինչի։ Դու ավետարանիչ ես, գնա սկսի մարդկանց ավետարան քարոզել։ Եվ որ իրականում դա մարդն ես, մարդիկ սկսել են ապաշխարել։ Եվ այդ մարդկանց դուղեկցելու ես եկեղեցի եւ ոչ մեկ չի կարողանալու տենալ քո պարգևը եւ անտարբեր լինել։ Բայց երբ որ դու ընդհանրապես մենակ խոսքերով ես այդ ամեն ասում, գիտես ոչ մի բան չի փոխվում տեղից։ Ուզում եմ մի տեղ կարդամ։ Առաջի Կորինթացիս 12-14 խոսքից, որտեղ մարմինը մեկ անդամ է, մեկ անդամ չէ, հապա շատ։ Եթե ոտք ասի, որտեղ ես ձեռ չեմ, մարմինից չեմ, դա պատճառ չի, որ էլ մարմինից չլինի։ Եթե ականջ ասի, որտեղ ես աչք չեմ, մարմինից չեմ, դա պատճառ չի, որ մարմինից չլինի։ Եթե բոլոր մարմինը աչք լինի, լսելիքը ուր պիտի լինի։ Եվ եթե բոլոր մարմինը լսելիք լինի, ուր պիտի լինի հոտոտելիքը, բայց Աստված անդամներ դրավ մեկ մարմինի մեջ, ինչպես ինքը ուզեց։ Պատկերացեք, այստեղ կանգնած եմ այդ մեծ քիթ ու խոսում է։ Որի դուրը կգալ։ Կամ կանգնած եմ այդ մեծ լյարդ ու ձեր հետ խոսում է։
Գիտեք, ինձ թվում է ոչ մեկը չէիք լսի, կփախնեիք ստես, կոսիք մեղա ասու, ես ինչ ա կատարվում։ Մետր 70 քիթա կայնած տեղ ու թոն խոսում է։ Կամ մի հատ մեծ ականջ լիներ։ Գիտեք, ինչ ենք այդ դեպքում սաղաս ուզում ականջ լինենք։ Այդ դեպքում ինչ ենք ուզում սաղաս քիթ լինենք։ Մի հատ հարց տամ, անկես կպատասխանեք, հա։ Քանիստ եք ձեր երիկամները ամեն օր տենում։ Քանիստ եք ձեր երիկամները ամեն օր տեսնում։ Բայց գիտեք, եթե դադարեր ձեր երիկամները գործելուց, եթե ձեզ չհասցնեն հիվանդանոց դիալեզ անելու, կմեռնեք։ Քանիստ եք ձեր սիրտը ամեն օր տենում։ Գիտեք, եթե 2 րոպե ձեր սիրտը արձակուրդ վերցնի, հավերժ գնաց կմնաք։ Քանիստ եք ամեն առավոտ ձեր մազերը հարդարելու ձեր ուղեղը մեծ ստուգում տնակ տեղնա թե չէ։ Աղջի տեղն ես, հա լավ է, մնա, խելոք մնա, հանգար չարություն չանես։ Ոչ մեկը նման բան չի անում, համաձայն եք։ Եկեք մի քիչ լիշնենք ներքև։ Ասում եմ մասնավորաբար մարմնի անդամները, որոնք շատ տկար են երևում, ավելի կարևոր են։ Ավելի կարևոր են։ Հիմա հարց առաջանում, ով ես դու։ Գիտես, եթե դու երիկամ ես, ֆիզիկապես ոչ մի բան չես երևում։ Քիթը տերևում է, աշկերը տերևում են, ձեռները տերևում են, ոտերը շարժվում է, բերանդ խոսում է, սաղ ուզում են բերանն են։ Պատկերացրեք, այստեղ 1.70 m բերաններ, ասես խոսալ, գիտեք ուշս կլներ, համաձայն եք։ Ուզում են բոլորը բերանն են։ Այ բալամ դու լյարդ ես, դու պիտի սկսես քո գործողությունը կամ դու երիկամ ես, դու պիտի արունը զտես, դու թոք ես, պիտի շնչառությունը մատակարարես, ուղեղին պետք է դու մաքուր թթվածին հասցնես, անոթներ ջան, դու պետք է զգաստ կանգնած լինեք, որ այդ արունը վզ անցնի ձեր մեջով։ Հենց որ խոլեստերինը սկսում է փագել արունը, մարդը սկսում է դանդաղ շնչել, ու գլուխը ցավում է, մանդրիցելիա փակվում է, այ մարդ, այ քնիկ, լավ չեմ, ես ինչ եմ այդ կատարվում, տանում են բժշկի, ասում են տրուբեք ես ասրան եղել։ Ու բողոքում ես սրտից, ինչի լավ չես մատակարարում, այն էլ բողոքում ասում ես ստամոքսը, որովհետև լավ ապրանքներ չի ուղարկում, այն էլ բողոքում ասում ես, որովհետև ջաղացը լավ չի աղում, չի ուղարկում նորմալ ներքևս, ընդ չեմ կարողանում տեղավորել, դրա համար սենց ելնում։ Գիտեք, նույն բանը եկեղեցին է։ Ամեն մեկը մի անդամ են, եւ ամեն մեկը մի կոչում ունի, որ ինք իր կոչման մեջ սկսի գործել։ Հետո դու քո կոչման մեջ սկսես գործել, հավատա ոչ մեկի չես խանգարում։ Բայց եթե որ դու քո կոչման մեջ չես, մենք մի հատ ժողովրդական խոսք ունենք։ Գիտեք, չէ՞ այդ խոսքը։ Ասես որ ամբողջ կտալ լինի։ Ուր ասես ընկնում է, ուր ասես ընկնում է։ Եվ ամեն անգամ դու մեկին խանգարում ես։ Բայց եթե որ դու գիտես դու ով ես, դու ոչ մեկի չես խանգարում։ Դու անում ես այն ինչ որ անում ես, համաձայն եք։ Եկեք մի քիչ իշտենք ներքև։ Ասում ու մեր անվայելուչ անդամներում մի բան պետք չի, բայց Աստված մարմինը բարեխառնեց եւ պակասություն ունեցողին ավելի պատիվ տվեց, որպեսզի մարմնի մեջ երկպառակություն չլինի, հապա անդամները միևնույն խնամք ունենան իրարու վրա։ Հիմա նայեք։ Դուք անցնում եք մի հատ ցածր տեղով, մեկ էլ գգում, ձեր ճակատը խփում եք այդ բանին։ Ձերներդ միանգամից գլուխը պահում են խնամք են անում, չէ՞։ Ասում ես, որովհետև դա գլուխ է։ Բաբոր ընկնում ես ծունկից ճղվում է, ձեռդ ասում է քեզ քիչ էր, հա։ Էլի նույն բանը անում է, համաձայն եք։ Կամ պատաբար նստում ես երեխեք ասեղ են դրացելու մաթոռին։ Նստում ես ու վեր ես թռնում, ասում ես քեզ քիչ էր, քեզ ով էր ասում դες պապուկլներ որ ծակեր։ Այդպես բան չենք անում, չէ՞ ոչ մեկս։ Նայեք, մենք խնամք ենք տանում բոլորս իրար։ Մեր մարմինը խնամք է տանում։ Այդ դեպքում նայեք, նույն բանը եկեղեցին է, որ ամեն դետալը, այսպես ասեմ, ամեն մեկը, ամեն կոչումը իր տեղում գործում է, մեկ-մեկու խնամք է տանում։
Բայց մեկ էլ ոտս 45 ռազմերով հելում ասում ես գլուխ ելնեմ։ Ու դու պատկերացնում ես հիմա իմ գլխի տեղը մոտ 45 համարի սենց մեկը մատերս են շարժում ու խոսում է։ Կասեք ես ուժսնով է։ Ես որտեղից է եկես ցիկլոպը։ Աշկից թա են գելա ջեբես մի հատ նոր սենց գիտեք ոչ մեկին հաճելի չի համաձայն եք։ Նույն բանը գիտես դու ես, երբ որ դու քո կոչումը թողած, ուզում ես մտես ուրիշի կոչման մեջ։ Քիչ են գնահ չի։ Ես էլ եմ ուզում ստեն նստեմ։ Չէ, ես թե լավ չէ։ Այախպեր, այդտեղ լավ է, կարող գամ դե կայնեմ։ Գիտեք շատ բաներ կա մեր կյանքի մեջ այդպես է։ Մենք այդ ամենը տես չենք անում ու հանկարծ գիտեք մենք մտածում ենք, որ մենք այնքան թանկ ու կարևոր մարդ ենք, ով մեզ չգնահատեց։ Գիտեք, եթե դուք մենակ մտածում եք, որ այս բարձրախոսով եք դուք թանկ ու կարևոր բան, ես բոլորը կարող եմ մեկ-մեկ հատ բարձրախոս գնել ու նվիրել։ Ձեր տունը սավորը ձեր ձեռը բռնես մանեք եք։ Բայց գիտեք, եկեք հասկանանք, Աստված ինչի է կանչի քեզ։ Եկեք մի քիչ իջնենք ներքև։ Եթե մի անդամը նեղություն է կրում, բոլոր անդամները նեղվում են նրա հետ, եւ եթե մեկ անդամը փառավորում է, բոլոր անդամները ուրախանում են նրա հետ։ Մի հատ հարց տամ ձեզ։ Եվ որ ձեր ծնունդին գալիս են նվեր են բերում, այդ մենակ ձեր գլխի համար են բերում, ամբողջի համար են չէ բերում։ Ձեզ ոնց են անում։ Իսկ ձեզ ոնց են անում։ Մենակ ձեր սիրուն աշկերի համար են բերում, մնացած համար նվեր չեն բերում։ Ասում են, «Էսի հատուկ աշկերի համար»։ Շոկոլադը բերել եմ։ Ասում եմ, բայց շոկոլադը ես բերանով ուտեմ, աշկերով չեմ կարա։ Չէ, դուք սիրուն աշկեր ունեք, սա ձեր համար։ Գիտեք, ձեր ամբողջականի համար են բերում, համաձայն եք իմ հետ։ Մենք ամբողջական ենք, մի մարմին ենք Քրիստոսի։ Եվ շարունակություն ինչ ասում։ Արդու Քրիստոսի մարմին եք եւ յուրաքանչյուր մի մաս կազմում է նրա մարմնին։ Եվ Աստված եկեղեցու մեջ դրեց մի քանիսին առաքյալներ։ Մի քանիսին հա երկրորդը մարգարեներ, երրորդ վարդապետներ, հետո հրաշք գործողներ, հետո բժշկության պարգև ունեցողներ, օգնողներ, կառավարողներ, լեզուներ խոսողներ։ Հələ գնամ տուն տենամ սրանց այս պաշտոններից որ մեկն ամենալավը։ Ասեմ Տեր ջան, կլինձ ես բան են անցակետ, ինչ են ասում բիրկին, հայերեն չգիտեմ։ Այդ գնեմ դոշի ես առաքյալ ու գնամ եկեղեցի թող բոլորը ասեն, «Օ, մեծ են առաքյալն եկավ, եկեք խոնարհվենք իրեն»։ Գիտեք, իրականում շատերս ուզում ենք առաքյալ լինենք, բայց մեկ հարց պատրաստ ես անցնելու այն ճանապարհը, որով անցնում առաքյալը։ Պատրաստ ես քեզ քարերով ծեծեն, իմանան մեռած ես, ոտիցդ ցես բռնեն, քաշտան։ Գիտեք, մեր գյուղում մի հետաքրքիր տեղ կա։ Տանեն, որ նոր մտնում եք Արագածավան, դե ձախի վրա, որ նոր եք մտնում Արագածավան, ձախի վրա, գնալուց աչի վրա։ Այնտեղ մի հատ մեծ փոս կա, տանեն գցեն այդ փոսը, ասեն, «Բտանք, վերջ»։ Հելես վրա թափտաս, ասես տեղ եք գնացին քմել Արտենի։ Քանիստ եք պատրաստ դրան։ Այ հովիվ ջան, բա մենք գիտենք առաքյալենա, որ պետք է գա մտնի եկեղեցի, մեկը ջուրը դնի ոտերի լվա, մեկը ասի բերի ու եղունգներդ կտրեմ, մեկը ունքերդ սարքեմ, մեկը մազերդ կտրեմ։ Մենք գիտենք դες պետք է անեն մեզի։ Գիտեք, դա իրականում այդպես չի։ Երեք մեր ծառայողների հետ ենք խոսում ու սենց երեք այսօր սենց տարբեր իրավիճ ասում, հիմա հասկանում եք հովիվն էլ այդքան էլ հեշտ չի, որ դու տեսել անես։ Շատերը մտածում են, որ դու հովիվ ես, կայսում հակած մենակ կանգնելով ստեղ ու վերջ։ Իսկական հովությունը սկսում է ստեղից հետոն։ Ստեղից հետոն, ոչ թե ստեղ կանգնած։ Ես ուզում եմ մարգարե լինեմ, որ մտնեմ եկեղեցի նայեմ ասեմ, դու Տերը սենց ասում։ Կարծացեք Երեմիայի կյանքը։ 40 օր այս կողմից վրա պարկած կմնաս, հա։ Հետո այս կողմից վրա, հետո սենց։ Հələ փորձեք 6 ժամ մի կողմի վրա պարկած մնալ։ Հա, չի հովիվ ջան, ես դա չեմ ուզում։ Ես վարդապետ եմ ուզում լինեմ։ Բոլորին սովորացնեմ։ Ուրեմն հիմա նա թուղթու գրիչը վեգալ սկսի գրել։
Մեկ էլ հանդիպում ես այնտեղ, ասում է քիչ վարտապետ ողեղի, որտեղ ամեն բառի համար հաշիվ ես տալու։ Չէ, չէ, էդ էլ չեմ ուզում լինեմ։ Ես ուզում եմ հրաշք գործող լինեմ։ Աղոթեմ հրաշքներ լինեն։ Մեկ էլ սկսում ես մեկի համար աղոթել, շորը sense գցում է ոտիցդ քաշում, որ քեզ գցի ներքև։ Մեղայ ասես ինչ են անում արա։ Աղոթում ես մեկ էլ զգում ես, որ սարոշկի ջեբը արդեն փոքվավ գնաց։ Ճղին տարանակիցը։ Չէ, էդ չեմ ուզում լել, էդ ինձ պետք չի։ Ես ուզում եմ բժշկեմ մարդկանց։ Աղոթեմ, որ մարդիկ բժշկվեն։ Մեկ էլ այդ բան դու խմորեղեն ես թխում, մեկ էլ մեկը զանգում է։ Դեքին վարդուշ հասի, մարդս խմել է, ընկել է կողը ջարդվել է, դիգաս աղոթես բժշկվելու։ Այ ժամանակ ունեմ գամ։ Բայն մարդը։ Չէ, ոնց որ ես էլ իմ հակով չէ։ Ես ամեն ժամանակ չեմ կարող բազեմ մարդկանց համար աղոթելու։ Ես կլնեմ օգնող։ Ամենահեշտ բանն է, ոչ մի պատասխանատվություն չեմ ունենա։ Բոլորին կօգնեմ։ Իրոք։ Մեկ էլ քեզ զանգում են։ Քույր Սիրանուշ։ Պետք է գնանք մի կնոջ համար աղոթելու, կին է հարկավոր մեզ հետ։ Քանի որ դուք օգնական եք, օգնեք մեզ։ Հələ կայնի մարդիս հարցնեմ, հետո հարսիս հարցնեմ, հետո տղուս հարցնեմ, թորիս հարցնեմ, կեսուրիս հարցնեմ, կեսրարիս հարցնեմ, իջև ինքը հարցնում, այդ մարդը մեռավ։ Բայց չէ, հոր ջան, էդ էլ իմը չի։ Ես ուզում եմ կառավարեմ։ Շատ լավ ես անում։ Երբեմն ինձ հարցնում եմ, ոնց եք այդքանը կարողանում, ասում չգիտեմ։ Ես ուզում եմ կառավարեմ եկեղեցին, կառավարեմ այս տնտեսությունը։ Իրոք։ Ես պատրաստ եմ ցանկացած մեկին հանձնել տնտեսությունը, որ կառավարի։ Այս ամբողջ տնտեսությունը մեկը կառավարի։ Հոգան երեխեքին կերակրելու համար, հոգանի թիմին կերակրելու համար, ջեռուցման համար, որ փառաբանության թիմ երեխեքը կգան արդեն դալիճը տակ լինի, մանկականը գա դալիճը տակ լինի, ժողովուրդը գա հատակները մաքրացել լինի, սենց լինի, բոլորը լույսի փողը ժամանակին 10, գազի փողը 10, իր գունը գազը վերջացել էր, կազմակերպեցել, ոնց է անում որ գնան գազը բերեն, որ ջեռուցում լինի, մարդիկ չսառեն։ Չէ, հով ջան, էդ էլ ես չեմ կարող այդքան անել, ժամանակ չունեմ։ Այ կարամ լեզուներ խոսամ։ Տեսել եք Կարպ Խաչվանյանի տաքսի։ Այ կնիկ այդ լեզուն դու էլ գիտես։ Ես կարամ խոսամ։ Բայց այստեղ մեծ վտանգավոր բան էլ կա։ Ասում եմ շատ խոսալու մեջ մեղքան պակասա։ Այ հորը ջան էդ էլ կար։ Ես ոնց հասկանում եմ, երևի այդամ։ Ստեղ ոչ մի բան իմ հակով չէր։ Այդամ Եփեսացիս 4 գլուխ 11 խոսք։ Այնտեղ մի հատիկ բան կա կարևոր։ Ես կլինեմ ավետարանիչ։ 4 գլուխ 11 խոսք։ Ես կլինեմ ավետարանիչ։ Կգնամ բոլորին Հիսուսի մասին կպատմեմ։ Մի հատ հարց տամ։ Քանից եք դուրը թակե մեկին Հիսուսի մասին պատմելու դուրը բացել են։ Ու մի հատ sense ճակատիտ։ Կամ քանից եք գնացի ավետարան քարոզելու ու մեկ էլ նենց են տվել որ աշկի տակը բացվել է։ Բայ խիտես բաներ էլ անում հովիվ ջան։ Չէ, ոնց որ ես ավետարանի չեմ։ Ես կլնեմ, չգիտեմ ինչ։ Ու չգիտեմ ինչ է, ընկնում է բոլորի ոտի տակ։ Ու բոլորի խանգարում է։ Մի օր հավաքարար, մի օր երկողա, մի օր քարոզիչ է, մի օր օգնողա, մի օր մարգարե է, մի օր չգիտեմ ինչ է, մի օր չգիտեմ ինչ է։ Ու ինքը բոլորի խանգարում է, ու հետո բողոքում է, որ ինձ ոչ մեկ չի սիրում այս եկեղեցում։ Ես գնացի։ Գիտեք այդ մարդուն ես ինչի եմ նմանացնում։ Հայերեն չգիտեմ ինչ են ասում, մազոլի։ Որ հենց կպնում ես ցավում է։
Դառնում ենք եկեղեցում այդ մազոլը։ Իրան պետք է ոչ մեկ չկպնի։ Ոչ մեկ չասի, որ գիտես ինչ կա։ Մազերդ լավ չես հարդարել, քուրս բիբիզա։ Գոնե արա սենց արա նստի։ Այդպես բոլորը կվախենան։ Չէ, ինձ պիտի ոչ մեկ ոչինչ չասի։ Ես ամեն ինչ գիտեմ։ Նման մարդկանց համար ասեմ, Տիրոջ խոսքը ասում է, դու մտածում ես շատ ամուր կանգնած ես, զգուշ եղի, որովհետև ընկնելուց հետ 5 պակաս։ Բայց ինչ անեմ։ Ասեմ ոչ մեկի չասես։ Ես դնում ես մի հատ սնդուկի մեջ, էթում ես կանալ, քցում ես այդ սնդուկը կանալի մեջ, որ ես այդ էթատենում ես, որ իրականում գնում է, միտեղ չի լրվե մնացել։ Հետ ես գալի առանց ես մտնում ես աղոթքի սենյակ, ծնկես գալի ասում ես ասա Տեր, ինչ ասես էդի կանեմ։ Պետքա գնամ եկեղեցում կալվեմ։ Պետքա գնամ դուռը կբացեմ, գժպտամ մարդկանց կասեմ, բարով եք եկել Աստծոտուն դուռը կփակեմ։ Իա, բայց մտածում եմ, որ հովը պետք է հաներ բեմին կայնացներ, իրակացությունը գցեր վրես ասեր, այսօր բանից դու առաքյալ ես։ Բարև ձեզ էլի։ Որն է քո կոչումը դու կիմանաս, այնտեղ երբ որ քո եսը թողել ես, մի բան ասեմ էլի մարդու չասեք, իմ կամքով չի, որ ինձ օծել են հովիվ, հետ իմ կամքը չի եղել, ես չեմ գնաց ասել, ես հովիվ եմ, ինձ օծեք հովիվ, ես հովիվ եմ, գիտեք մարդիկ տեսել են աշխատանքը, ծառայությունը, հոգատարությունը, ասել են դու համավետարան չեր, ամեր կարաս հովիվն, ասել են ես չեմ ուզում հովիվ, ես ուզում ավելի ազատ լինեմ, գիտեք ավետարանիչները ավելի ազատ են, այդպիսի մի հետաքրքիր պատմություն կա, հովիվն ու ավետարանիչը գնում են անտառ, մի հատ տուն են գտնում, հովիվը սկսում է մաքրել ավետարանիչը, տնեմ ինչ կա չկա, գնում եկել արջնգնում է հետևից, բերում է, ասում է հովիվ բերել եմ դու սրան տիրություն արա միջև տենամ էլի չեմ բերում, գիտեք իրական ավետարանիչները այդպես են, ում գտում բերում են Աստծո տունը, դե հովիվ ջան հիմա արջի ոնց ես դզել փչելու էլ քո խնդիրն է, բայց երբ որ այդ ավետարանիչը այդ արջին բերում է, սկսում է բանտիկներ կապել, որտեղ ինքը եկարչա, սկսում է եղունգները մաքրել, ասում է սպասի ատամները շատ են սուր, մի քիչ պետք է մաքրենք, իմպլանտներ դնենք, որտեղ մերկուսներ չկան, դու սկսում ես հոգանել։ Գիտեք շատերը մտածում են հովիվ, հենց մտավ բոլորը պետք է ասեն, օ, մեծ են հովիվն եկավ, եկեք խոնարհվենք։ Գիտեք դա իրականում այդպես չի, եթե դու այդպես ես պատկերացնում ու երազում հովիվ ծառայությունը, դու հովից հազարավոր մետրեր հեռու ես, մի արա։ Գնացեք սար, տեսեք հովիվը իրականում ոնց է գառների հետևից գնում ու մտածի ես պատրաստ եմ մարդկանց հետևից այդպես գնալու։ Երբ որ գառի դմակը որդերը սկսում են ուտել, այդքան էլ հաճելի չի հովիվը խնամ քանում, երբ որ ոչի լանգնում հովիվը խնամ քանում, երբ որ բջեղին մի բան ալնում հովիվը խնամ քանում։ Ոնց, բայց գառների համար խնամ չանեն, ոչ, դու պետք է խնամ քանես գառների համար, չէ, այդ հովիվն էլի պաշտոնը չէր։ Ես ազատ մարդ եմ, երբ ուզեմ կգամ, երբ ուզեմ ինչ ուզեմ կանեմ։ Ասեմ ձեզ, քո մարմնի որ մեկ անդամն է տենց ասում։ Ձեր աչքը տենց ասում, երբ ուզեմ կբացեմ, երբ ուզեմ կփակեմ։ Ձեր ատամ ասում է, Տեգին, լավաշ չուտես այսօր, չեմ կծելու, հարցնում եք իրեն դուք։ Ոչ մեկը չեք հարցնում։ Ասա Հովիվ ջան, այսօր ես ասել, հա, իրականում քո կոչման մասին եմ ուզում խոսեմ, որ դու գնաս քո սենյակը, թակես երկնքի դուռը, ասես Տեր, ես ընդհանրապես ով եմ քո տան մեջ։ Գուցե ես լյարդն եմ, որը որ չի երևում։ Գուցե ես այն երիկամն եմ, որը որ շատ պատասխանատու բան եմ անում, զտում եմ արյունը, բոլոր տեսակ ոչ
ճիշտ պրեպարատներից եւ մաքուր արյունը ուղում եմ ամբողջ մարմնի մեջ եւ մարմինը առողջ է, բայց չի երևում երիկամը։ Գիտեք, ավելի կանացի օրգաններ կան, որ չեն երևում, բայց իրենք կյանք են բերում, գիտեք։ Շուշաբանդում դրած չի այդ օրգանը, բայց ինքը կյանք է բերում։ Ինքը չի երևում, բայց ինքը պատվավոր օրգան է, որովհետև ինքը կյանք է բերում։ Գուցե դու այդ կյանք բերողն ես, որ գնալու ես մարդկանց հետ խոսես ու կյանքեր փոխես։ Հովիվ ջան, ես ինչ լավ բան ասեցիր։ Ես հենց էդի եմ։ Հələ գնացեք կանանց հարցրեք, որ իր այդ օրգանի հետ խնդիրներ ասում ինչ են տանում։ Չէ, դա չեմ ես լավ։ Այդ դեպքում ով ես դու։ Դու չես կարող Աստծո տան մեջ դատարկ, պարապ, ինչ որ մեկը լինել։ Այլապես դու ուշ թե շուտ հոգնել ես, թողել ես գնաս։ Սելի քույրեր, մեկ շաբաթ ձեր գլուխը մի լվացեք։ Հատկապես այն քույրերը, ովքեր մի քիչ երկար մազեր ունեն։ Մեկ ամիս մի խնամեք ընդհանրապես։ Ոչ լողացեք, չթվարկեմ լավ։ Մեկ ամիս հետո ձեր ամուսինը կամանդիրով քեզ գալիս է, որ ուզ վայ մարդ չան եկել ես։ Իրոք լեղապատար փախնելու է։ Համաձայն եք։ Հիմա նայեք։ Մենք պետք է մեր կոչման մասին խնամք տանենք։ Հոգանենք ու հասկանանք մենք ով ենք։ Իրականում մենք ով ենք։ Ով ենք մենք Աստծո մեջ։ Հովիվ ջան, գալիս եմ եկեղեցի հերիքա էլի։ Դու այդպես ես եթե մտածում, դա քո որոշումն է։ Բայց Աստված քեզ ինչ-որ բանի համար է ստեղծել։ Դու ինչ-որ մեկն ես։ Գուցե դու այդ թվարկածներից լիքը այդ կոչումներից մեկը ունես, որ դու պետք է ծառայես։ Հովիվ ջան, դու գիտես ես ոնց եմ սիրում երգել, բայց ամոթա մարդիկ ինչ կմտածեն։ Գիտես, գուցե դու իրականում կանչված ես այն ղերթական ծառայության մեջ, որ դու պետք է քո քնարը նվագես, եւ մարդիկ քո քնարից կարդացեք Աստվածաշունչը, մարգարեներ կան, որ ասում են, այստեղ քնար ածող չկա, բերեք։ Հենց ուզում են քնարը նվագել, ասում է Սուրբ Հոգին իջնում էր եւ իրենք խոսում էին։ Հովիվ ջան, բա մարդիկ չեն ասի։ Ինչ պիտի ասեն մարդիկ։ Դա սատանայի մեծ սուտն է, որ դու անընդհատ լսում ես մարդկանց ասածները։ Եկեք լսենք Աստծուն, ինչ է ուզում Աստված։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 10 խոսք, նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը, դրա համար եղբայրներ ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատեք, որովհետեւ այս անելով երբեք չեք ընկնելու։ Երբ որ դու քո կոչման մեջ հաստատվում ես, դու երբեք չես ընկնի։ Բայց որ դու չգիտես ով ես, մի օր գիտար նվագող ես, մի օր սինթեզ նվագող ես, մի օր բառաբան նվագող ես, մի օր երգող ես, մի օր քարոզող ես, մի օր նկարող ես, ու դու պատկերացեք միաժամանակ այդ բոլորը իրար հետ։ Հավատացեք, ոչ մի բան լավ չի լինում։ Սա այնքան կարևոր է, որ սիրելի եկեղեցիք, ամեն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, դուք հասկանաք, դուք ով եք։ Աստված ձեզ ինչի է կանչել։ Ես Պողոս ասում եմ, Աստված ինձ իմ մոր որովայնից ընտրել է։ Քեզ Աստված ընտրել է ինչ-որ բան անելու համար։ Հովիվ ջան, ինձ ընտրել է, որ ես գամ եկեղեցի, նստեմ հեռախոսի մեջ Facebook անեմ։ Դրանից լավ տարբերակ չկա։ Ինձ ընտրել է, որպեսզի ես գամ ու նայեմ տենամ ով ինչա հագե։ Հետո մտածեմ, բա որ էսի փող չուներ ոնց ասեն սիրուն ակնվում։ Ու դուրս գամ եկեղեցու սկսեմ խոսել։ Աղջի, խաբար ես անի, որ սողոր լացոնսով փող չունեմ, բայց ես բաներ անում։ Աստված քեզ դրա համար չի կանչել։ Ես դետ եմ, ես դի բոլորին տեսնեմ։ Սխալվում ես։
Սրա համար ասում ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը երկրորդ Պետրոս առաջի գլուխ 10 խոսք ասել եմ։ Նայեք, դուք պետք է նայես, որ դու ջանք անես քո կոչումը ու ընտրությունը հաստատ պահելու համար։ Բայց ես չգիտեմ ով եմ ես։ Գնանքի բերենք քսիվայր Աստծո առաջ, ասա Տեր խոսա իմ հետ։ Ես ինչ պիտի անեմ։ Ես չեմ ուզում ուղղակի դատար գալ եկեղեցի ու գնալ, գնալ։ Հավատացեք, գնաց 3 օր, գնաց հոգնելու ես, ոչ մի բան էլ քեզ հետաքրքրի, մի օր թողել ես գնաս։ Բայց որ դու գիտես դու ով ես ու ինչ ես անելու, դու երբեք չես հոգնի։ Սիրելի մամաներ, գիտեք, երբ որ դուք առաջի անգամ մայր դարձաք, դուք չասեցիք, եղք, ես ինչ եք բերել տվեմ գոքը։ Գիտեք, դուք մոռացաք ձեր ցավերը, դուք մոռացաք այն դժվար օրերը, այ մահար ցավում է մեջքս, ոտերս ունել է, ցավ մոռացաք, գիտեք երբ որ երեխուն տվին ձեր գոքը։ Երբ որ ինքը լացում է, ջոն։ Քեզ դուք մոռացաք այդ ամենը։ Մոռացաք ոնց էիք մի ժամ տանջվում այդ հիվանդանոցի սրահում։ Ոնց էիք պատերը քանդում, ձեր ձեները 15 դեցիբել էր դարձել։ Դրանից հետո երևի օպերայի ամենաուժեղ երգիչից ավելի բարձր, բայց հենց երեխային տվեցին ձեր գոքը, ամեն ինչ մոռացաք։ Մոռացաք այդ 9 ամիս ձեր տառապանքները, որ 120 կիլո դարձել եք արդեն 60 կիլո բան չէիք ուտում։ Գոզեյանը կտենցել է։ Ես լավ գիտեմ այդ ինչ բան է, 3 երեխայի հայր եմ եղել։ Հիմա էլ եմ։ Գիտես այն օծանելիքը, որը որ կնոջը շատ էր դուր գալիս։ Էլ էդի չթանես, հայ կնիկ ինչ եղավ քեզ։ Էլ դուր չի գալիս ինձ։ Ոնց մեզ հեր դառնաս, ոնց մեզ ինչ որ բաներից չզրկվես։ Ձեր կոչումը պետք է ամուր պահեք։ Այլապես, երբ որ դուք ձեր կոչումը կորցրեցիք, այսօր տեսեք ինչ է ուզում աշխարհը անի։ Այսօր աշխարհը ուզում է կոչումները փոխի։ Ասում է դու խաբար չես, բալես, դու պետք է աղջիկ ծնվեիր, դու տղա ես ծնվել, քո կոչումը կին լինելա, որովհետև դու պատաբար կուկլի հետ ես խաղացել։ Վերջ, ուրեմն դու կին ես։ Պետք է տանենք քեզ սերվիս, ռեմոնտ անենք, տյունինգ անենք, սարքենք աղջիկ։ Գիտեք իրականում աշխարհը սա է անում։ Աղջկան էլ ասում է դու սխալ ես ծնվել, դու տղա ես, դու տղավարի քայլ ես։ Ու նայում ես կնոջը, կանացի ոչ մի բան չկա մեջը։ Տղուպես ոտերը սենց գցելով է քայլում, նստելուց տղուպես է նստում, հելելուց խոսալուց տղուպես է խոսում, ու ինքը մտածում է, որ ինքը տղա է։ Գիտեք, խաբել են քեզ։ Քո կոչումը կին լինելն է, որովհետև դու կին ես։ Կխնդրեմ գաք նվագելու էլի։ Եփեսացիս 4:1 Արդ աղաչում եմ ձեզ, ես որ Տիրոջ համար կապված եմ, որ դուք այնպես քայլեք, ինչպես վայելում է այն կոչումին, որով կանչվեցիք։ Գիտես, Աստված քեզ կանչել է քո կոչման մեջ, որ դու այդպես քայլես։ Ու դու մտածում ես, չէ, Աստված սխալվել է, ես տղալն էի։ Գիտեք, Աստված երբեք չի սխալվում։ Կամ էլ մեկ ասում է, չէ, Աստված սխալվել է, ես կին ելնեի։ Եղումները կսած, ականջողները դրած, ճրտները անաունքերով ռեմոնտ արած, ու կանացի քայլում է։ Ես դες տղեկի որ տենում եմ, եթե քրիստոնյա չլինի, կարող գցի ավտոյի տակ։ Չէ՞ թե հետո որ նա ինձ չեն քարկոծել։ Աստված քեզ կանչել է տղամարդ լինելու։ Բայ քո տղամարդ արժեքը, ոչ թե վայրենի արժեք, այլ տղամարդ, որը որ հոգ անելու իր ընտանիքի համար, որը որ վերստելու իր ընտանիքի բեռը իր վրա, իր երեխաներին լուսերի վրա է տանելու։
Տենալու է թույլ սերին, հարգելու է, ոչ թե հենց ավտոն քշելու, որ ջուրը շփի վրեն։ Որտեղ միտեղ գլուխ գովա, որ սենց բան են կարել։ Գիտեք, դրա մեջ տղամարդկության ոչ մի բան չկա։ Ես միշտ ասում եմ, լավ տղամարդն է, որ իր ընտանիքին լավ է խնամում ու լավ է հոգանում։ Ոչ թե լավ է գոռում երեխեքին ծեծում, դուրս անում կնգան, ցրտին կանես ասում դες պատիժ, հելեք դուրսը կանեք, որ իմանաք։ Գիտեք, դա տղամարդկություն չի։ Գիտեք, ավետարանը ասում է, ինչ կոչումը, որ կանչված ես, այդ կոչման մեջ վայել ձևով ապրի։ Կին ես կանացի ապրի։ Տղամարդ ես, տղամարդու պես պահիկ ես։ Որ մեկ ասում խզիկ բաներ մի արեք։ Գիտես, այսօր աշխարհը ուզում է փոխի այդ ամեն ինչը։ Խառն իրար, որ մարդ չջոգի ողովա։ Իսկ Աստված այդպես չի։ Կանչված ես ծառայելու Տիրոջ տան մեջ, ուրիշ բան ման մի արի։ Կանչված ես ինչ-որ բան եմ, սկսի պտուղ բերել։ Քո պտուղը սկսել է խոսել քո մասին, ով ես դու։ Ես երազ մեկնող եմ։ Շատ լավ, սկսի ծառայել։ Ես երազ եմ տեսնում, շատ լավ, սկսի տեսնել։ Նա տանկողին բերենք փռենք եկեղեցու, սկսի քնել ելներ երազ ասել։ Գիտեք, այնքան կարևոր է, որ դու վերջի իմանաս դու ով ես, երբ որ սիրելիս, այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեն, երբ որ դու իմանաս դու ով ես, քո կյանքը, հիշի այսօր ինչ եմ ասում, 10 անգամ հեշտանալու է։ Գիտես ինչի։ Որտեղ դու սաղ կյանքդ պայքարում ես լվասկի մեքենայի համար, բայց քեզ ընդամենը փոշեկուլա պետք։ Դու սաղ կյանքդ պայքարում ես, որ ես պետքա դառնամ հովիվ կամ առաքյալ, բայց Աստված քեզ կանչել է մեկի ձեռքերը բարձրացնելու, որ պատերազմը հաղթանակ ունենա։ Գիտեք, մի բան ասեմ, ֆուտբոլի թիմում ես իհարկե կներեք ֆուտբոլասերներ, ես երկրպագու չեմ կամ չգիտեմ, չեմ սիրում ֆուտբոլը, գուցե են աշխարհի խաղերը մեկ ժամանակ ես որ երեքելը նայել եմ, բայց մեկ հոգին է գնդակը խփում։ Մեկ հոգին գնդակը խփում է դարպաս, բայց հաղթանակը թիմինն է։ Եվ այդ մեկ հոգին չի ասում տեսակ։ Ասեմ, եթե մեկը իրան հայրեն չգիտեմ պասին ինչ են ասում, պաս չտար, փոխանցում չաներ։ Եթե մեկը նրան փոխանցում չաներ, այն մյուսը նրան խապ չտար փոխանցում չաներ, ինք իրանով կարեր 11 հոգու դեմ դուրս գարու հաղթեր։ Եկեք գնահատենք մեկ-մեկում։ Եկեք ամեն մեկս մեկին գնահատենք։ Ու հասկանանք, որ մենք թիմ ենք, մենք մի մարմին ենք։ Եվ ամեն մեկս մեր կոչման մեջ սկսենք պտուղ բերել։ Այլապես, եթե մաշկ այսօրվաց ասի, գիտես չկա, վсё, ես գնացի։ Քո մոտ լավ չի, գնում եմ ազատ եղբոր մոտ։ Իր մոտ ավելի լավ է։ Կամ սիրտս ասում դու ինձ լավ չես խնամում, արգամ եղբայրը լավ է խնամում, թող մի քիչ ծխախոտի ծուխը սենց վերովս հասնի։ Սա օրինակ եմ բերում։ Կամ քոքիդ ասում է, վերջ դու ինձ լավ չես խնամում, գնում ես չիմոտ ինքը լավ է խնամում ինձ։ Այսա տանելով վիրահատի սարքի չգիտեմ իշքիդ։ Լավ է մոդան անցավ ուրիշ քթի ինչ ես անելու։ Հմել տալուս հակառակը սարքես, ոնց կա ստենց լավն ես, ասեմ իմանաս։ Ես չեմ վիրավորում որևիցե մեկին, որ իր քիթը ռեմոնտ արի կամ անում։ Դա քո որոշումն է։ Բայց ոնց կա ստենց ավելի լավն ես։ Որտեվ Աստված քեզ տենց է ստեղծել։ Եթե արծվակիթ ես, մեկ երեխեդ արծվակիթ է ծնվելու։ Ինչքան ուզում ես ռեմոնտ արա, բան չի փոխելու։ Երեխա տենց քթով չի ծնվելու։ Ոնց կա տենց է ծնվելու երեխա։ Ուզում ես 20 կիլո սիլիկոն լցրա վրա, մեկ երեխա ծնվելու ունես ոնց որ կաս։ Սիլիկոներով չի ծնվելու։ Մենք ասես, հովիվ, ես ինչի մասն ես խոսում։ Ասում մի բանի մասին, որ չտանջես քեզ։ Պարզապես ապրի Աստծո հետ, պարզապես ապրի իր կանչի մեջ,
ու սկսի պտուղ բերել, որտեղ այս կյանքը այնքան կարճ է։ Հավատացեք, այնքան կարճ է։ Գիտեք, երբեմն ես հետ եմ նայում, մենք այս տարի նշելու ենք 5 տարի։ Ասում ոնց անցավ այս 5 տարի։ Կարծես 3 լիներ։ Կարծես 3 լիներ, որ գնացել ենք ոմանց տուն, ասում ենք, գիտեք ինչ կա, մենք ուզում ենք այստեղ խմբակ սկսենք կգաք։ Կարծես 3 լիներ, որ վերցած շշերը օծման յուղի քայլում ենք ոմանք անձրևի տակ, ես չգիտես խի հենց այդ օր անձրև եկավ։ Քայլում էին, օծում էին յուղը, Տեր, մենք ուզում ենք այս յուղի մեջ եկեղեցի ծնվի։ Ընդամենը մի քանի հոգի մարդ էին։ Գիտեք, կարծես 3 լիներ, որ ուսմեկից երազանքը չէր, որ գիտես, այս դալիճ ունենալու ենք լուսավոր, տակ, դրսում -17-ը ներսում կարճ թևով կարած նստես։ Հեչերից լուսի փողը վերջում չեն փակելու։ Գիտես, մենք չենք մտածում այսպես։ Բայց այնպես տարիներ անցան, որ հիմա ունենք այն ինչ որ ունենք, վաղ ունենալու ենք այն ինչ որ այսօր երազում ենք։ Եկեք մտնենք մեր կոչման մեջ, վերականգնենք մեր ու Աստծո փոխհարաբերությունը եւ սկսենք պտուղ բերել։ Դու մտածում ես, ես պտուղ չեմ բերում, սաղ տեղերը խոսում եմ։ Լավ ես անում, խոսածածները քանի հոգին են քեզ լսում եւ քանի հոգին են դարձել Աստծուն քո պատճառով։ Բայց ես խոսում եմ, ուրեմն գնա վերանա ինչ ես խոսում։ Պողոս առաքելը մի բան ասում, գալու եմ տեսնեմ ոչ թե ինձ խոսքերի ճարտարությունը, այլ Աստծո զորությունը։ Եթե դու ստեղ ավետարան ես խոսում, այնտեղ մեղք ես գործում, գիտեք, մարդիկ դա տեսնում են։ Եթե դու ստեղ մեկին Հիսուսի մասին ես խոսում, այն մյուս տեղ ամենավերջի այլանդակ բարերով թաղում ու հանում ես ու իջնում ես, դա մարդիկ տեսնում են։ Եթե ես միտեղ Հիսուսի մասին ես խոսում եմ, տեղ ասում ես դանա կքխրեմ, կոկորտդ կկտրեմ, դու ես մեկեն, ասում մեղա ես ով ես դիրպետ։ Գիտես քո ասած Հիսուսին պետք չի ասել։ Բայց ինձ վիրավորեց։ Բորա քո խոնարհությունը։ Բորա քո խոնարհությունը։ Բորա քո Քրիստոսի նմանվելը։ Ես ատում եմ իրան։ Բայց այդ ատելության մեջ գրում ես մեկին Հիսուսի մասին ես պատմում։ Գիտես Հիսուսը քեզ սիրում է։ Ասում ես դու, ես չեմ կարող սիրեմ։ Բայց Հիսուսը սիրում է։ Ես չեմ կարող ներեմ, բայց Հիսուսը ներում է։ Գիտեք, մարդիկ առաջին ուզում են դա քո մեջ տեսնեն։ Առաջին ուզում են դա քո մեջ տեսնեն։ Այնիշ որ դու քարոզում ես, ուզում են տեսնել դու ինչքանով ես ապրում։ Եվ որ տեսնում են դու չես ապրում, քո ասածը բելա ինչ որ բաները որ ցած գալիս ու գնում է ու վերջ։ Բայց երբ որ մարդը տեսնում է իրականում դու ապրում ես Հիսուսի հետ, ասում է ես էլ եմ ուզում քո Աստծուն ծառայեմ։ Ես էլ եմ ուզում դառնամ այս ընտանիքի անդամ։ Սա իրական քրիստոնեությունն է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Իրական քրիստոնեությունը նա չի, որ մենք կարանք ում հասնիչ կպցնենք, ում հասնիչ ուզենք ասենք, ոնց անենք, հետո էլ ասենք ես եկա, բոլորդ էլ եք կանգնեք։ Գիտեք, սա չի իրականությունը։ Մտեք Տիրոջ կոչման մեջ, ինչի համար որ կանչված եք։ Գիտեք, կապ չունի։ Ես հիմա խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր 50+ են։ Կապ չունի, որ դու 50+ ես։ Դու կարաս մի տարվա մեջ այնքան պտուղ բերես, քան միջև քո այդ տարիքը։ Դու կարող ես, երբ որ իմանաս դու ով ես ու ինչ պետք է անես, այնքան հեշտ է լինելու։ Մի հատ հարց տամ անկեղծ կպատասխանեք։ Ով ինչ որ բան կարող է լավ անի։ Ճաշեպի, մեքենա պատրաստի, սարքի պատրաստի։ Սարքի, քար տաշի, չգիտեմ, լավ եղունգ սարքի կամ ուզում եմ ձեր տեսնեմ։ Ինչ որ բանի մեջ որ դու լավ անում ես։ Ինչ եք մտածում։ Ձեզ հեշտ է խմորեղ են սարքելը, իսկ ձեզ հեշտ է մեքենայի շարժիչ սարքելը։ Ինչի՞։ Դրանից չեք հասկանում։ Հիմա նայեք, երբ որ դու գիտես ոնց ես ձուն ծփում, ինչքան պետք է վանիլին լցնես մեջ, ինչքան ալյուր, հեշտ է։
Երբ որ չգիտես, կարող է շատ լցրեցի, կարող է սենց եղավ, կարող է ջեռոցը պետքա 60-ի տակ կլներ 80-ի տակ դրեցի, կարող է սենց եղավ, կարող է նենց եղավ։ Կարող է եղունգը տաշելու շատ տաշեցի միսնել հետը տարա։ Գիտես դու մասնագետ ես, դու գիտես ոնց անես։ Գիտեք, եթե մա եղբայրներից մեկը ինձի մի գործի կայրեն, չգիտեմ բալգարկին ինչ են ասում, այն հղկաթուղթը, շնչաթուղթ ենք ասում, տա ասի գիտես կես, տուֆը սկսի տաշել, հետո երևակա այդ պատը պետք է քանդեն, նորից սարքեն։ Բայց ինքը կարողանում այնպես իր ձեռքը աշխատացնի, որ ինչքան խորտուբորտ կեղքը հարթեցնում է։ Ինքը դրա համար կանչված է։ Ես էլ կարող եմ այդ նույն գործիքը պատի վրա տանեմ բերեմ։ Բայց ինչ կստանամ վերջում։ Դրա համար երաշխավոր չեմ։ Եկեք մտնենք մեր կոչման մեջ։ Գիտեք, ես մեկ անգամ մի եղբոր աշխատանքի վայր այցելեցի, ես ապշած էի։ Մարդը քար էր կտրում։ Եվ այնպիսի փոշի էր, ես մտածում եմ Աստվածին։ Առանց դիմակի, առանց դնչկալի, այս մարդը տանջվում է այս փոշու մեջ, որպեսզի իր ընտանիքը բարեկեցիկ ապրի։ Այդ փոշին կուլ է տալիս, վնասելով իր առողջությունը, որպեսզի իր երեխաները ունենան ինչ-որ բարեկեցիկ բան։ Ու անկեղծ ասեմ, այդ օրվանից ես այնքան եմ շատ հարգում այդ մարդուն, որովհետև այդ մարդը գիտի իր կոչումը, որ ինքը հայր է, ու պետք է խնամ քան իր ընտանիքի համար։ Ես գուցե հա, այն մեկը գիտես կա բրիլյանտի քարատաշում, փողեր աշխատում, դու ես գիտեք, իր կոչումը դա է, նրանը նա է։ Երկուսն էլ քար են։ Խնդրում եմ, սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր մեզ կլսեք, մտեք ձեր կոչման մեջ, սկսեք պտուղ բերել։ Եվ ձեր պտուղը խոսելու է ձեր մասին ով եք դուք։ Կարևոր չի, որ այն բան կա, այն ֆանտաստիկ ֆիլմ կա, որ բանը շորերս ես պատրում է դոշին, չգիտեմ ինչ ա նկարա, ձեռս հենց անում թռնում է։ Գիտես կարևոր չի, որ դու քո շորերը պատրես տեղ գրած լինի, ինչ որ քո կոչումը երևում է քո ծառայության մեջ։ Ինչ ես անում դու, այդ երևում է իրականում դու ով ես։ Խնդրում եմ, սիրելի եղբայրներ, քույրեր, եկեք մեր եսը վերցնենք, դնենք այդ արկղի մեջ, փակենք, բալանին էլ կորցնենք, գցենք գետը գնա, ու ասենք Տեր, եկել եմ քո առաջ, դու նստիմ եսի գահին, Սուրբ Հոգի, դու նստիմ գահին ու ասա ինչ պիտի անեմ, որն է իմ կոչումը, ինչի ես ինձի կանչել, ես ես մարմնի մեջ, ինչ պետք է անեմ, լյարդն եմ, աչքն եմ, ձեռն եմ, ճկուտն եմ, բութն եմ, ոտն եմ, սիրտն եմ, գլուխն եմ, ուղեղի կեսն եմ, ականջն եմ, ինչ պիտի անեմ։ Ես ուզում եմ լեզուն լինեմ։ Գիտեք, մարմնին մեկ հատ է լեզու պետք, երկրորդ արդեն վտանգավոր է։ Երկրորդի դեպքում դառնում ես կամ մողես, կամ օձ։ Երկու լեզուով։ Պետք չի։ Կարևոր է լինես այդ մարմնի մի անդամը, որտեղ մարմինը ոնց շարժում է, դու իր այդ շարժվելու ես։ Մեկ բան էլ հարցնեմ ու կվերջացնեմ, այսօր մեր ժամը կանգնել ես, այս ժամը չեմ նայում։ Քանիստ եք եկեղեցի գալիս ձեր գլուխը թողում տուն։ Քասես ինչ ծաղալու բան ես ասում, չէ։ Որտեղ մարմինը որ գնում է, բոլոր անդամներդ են։ Այսօր որ եկել եք ձեր ձախ ոտքը թողել եք տուն, հա։ Հետին հետ բերել եք, չէ։ Հա, ճիշտ է։ Ես մտածում եմ թողեի գլուխս տունը գային, էլ վերջ եկավ հետս։ Գիտեք, իրականում մենք չենք կարող այդպես, համաձայն եք։ Սա իհարկե հումորով եմ ասում, բայց մենք չենք կարող մեր մարմնի մի մասը, ասեմ, գիտես, այսօր աղիքներս լավ չի աշխատում, գրու գմփը կապելա, հանեմ դնեմ տունը, ասեմ, մի 2 ժամ մնացեք տունը, դե խայտարակ չանեք, այդ համ գամ։ Գիտեք, ոչ մեկը թե չի անում, համաձայն եք։ Քո հետ գալիս են, այդ ամեն ինչն էլ հետը։
Որտեղ քո մարմինն է։ Ես ու դու բոլորս միասին Քրիստոսի մարմին ենք, ամեն մեկս մի կոչում ունենք եւ մեր կոչումը պետք է իմանալով սկսենք գործել։ Այդ դեպքում մենք հաջողված կլինենք։ Այդ դեպքում մենք մեկ-մեկուս չենք ուտի։ Մեկ-մեկուսը տեսակ ինչ արեց, բրճկված է։ Անցա քայլում ոնց որ եկեղեցու հովվիկի դալնի։ Լավ անում քայլումը։ Անենց իրան բան ոնց որ եկեղեցու հովինքն է։ Լսեք, մենք իրավունք չունենք այդպես դատելու։ Ամեն մեկը պետք է մտնի իր կոչման մեջ եւ սկսի պտուղ բերել։ Այդ դեպքում Աստված քո կյանքի մեջ փառավորվելու է։ Գիտեք, մենք այս 6 կետերի մասին տարվա ընթացքում տարբեր տեղի մոտեցումներ ենք ունենալու։ Մենք պետք է իրականացնենք մեր ավակովի տեսիլքը։ Ու եկեղեցին պետք է զարթոնք ապրի։ Եվ որ եկեղեցին զարթոնք ապրեց, հավատացեք մեր շրջապատը զարթոնք ապրելու։ Խնդրեմ ոտքի կանգնես։